Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա կես ժամվա ընթացքում ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, ի հավելումն իհարկե 107 եւ 7 հաճախականության, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ տեսնել եւ լսել մեզ, եւ Facebook-յան հարթակը հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո էջով, այստեղ մենք հասանելի ենք live stream-ի տարբերակով, կրկին կարող եք մեզ դիտել, բացի դա մեկնաբանություններում թողնել հարցեր, դիտարկումներ, թեման կարծում եմ շատ կհետաքրքրի աղջիկներին, կանանց, թերևս ասեմ դեռահաս աղջիկների մամաներին, եւ ես ցանկություն ունեմ ասելու նաեւ տղամարդկանց, որ մի փոքր տեղեկացված լինեն նաեւ կանանց ամենատարածված գինեկոլոգիական խնդիրների, որովհետև նրանք հաճախ մեծ կապ, մեծ ազդեցություն են ունենում եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ սեռերը միմյանց խնդիրներից պետք է տեղեկացված լինեն։ Ինչևէ, զրուցելու ենք գինեկոլոգի եւ բժիշկ ռադիոլոգի հետ, ներկայացնեմ հյուրերին Աննա Խաչիկյան, բժիշկ գինեկոլոգ, ողջույն, եւ MIPS բժշկական կենտրոնի ռադիոլոգ Անի Սիմոնյան, ողջույն Անի։ Ողջույն։ Շնորհակալություն այս համատեղ եթերի հրավերն ընդունելու համար։ Այսօր առանձնացրել եմ 3 ըստիս որպես առողջապահական ոլորտի լրագրող տարածված գինեկոլոգիական խնդիրներ կանանց մոտ եւ քննարկելու ենք նաեւ գինեկոլոգ, ռադիոլոգ համագործակցությունը։ Հատկապես ես ուզում եմ այսօր իհարկե սոնոգրաֆիայից խոսենք մեր գինեկոլոգի օգնությամբ, բայց նաև շեշտը դնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի եւ համակարգչային տոմոգրաֆիայի վրա, հասկանանք թե դուք այս մասով ինչպես եք համագործակցում։ Աննա, կարող ենք սկսել թերևս ցիկլի խանգարումներից որպես շատ տարածված խնդիր աղջիկների ու կանանց մոտ։ Ճիշտ է իմ դիտարկումը, թե ոչ ձեր կարծիքն է լսեմ։ Դիտարկումը ճիշտ է, հիմա շատ ավելի հաճախ է սկսել այդ խնդիրը հանդիպել եւ տարիքային նույնպես, քանի որ դաշտանային ցիկլը որոշակի մենարխ են, առաջին դաշտանը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել եւ հիմա շատ ավելի վաղ ենք հանդիպում մենարխային եւ ըստ այդմ ունենում ենք շատ ավելի մեծ քանակությամբ աղջիկներ, դեռահաս աղջիկներ, կանայք, ինչու ոչ, ովքեր ունենում են դաշտանային ցիկլի խանգարում։ Եվ դաշտանային ցիկլի խանգարումը նախ պետք է հասկանալ ինչն է դաշտանային ցիկլի խանգարում, այսինքն եթե մենք ունենք դաշտանային ցիկլի ուշացում 2-3 օր կամ սկսվել է ավելի շուտ 2-3 օր, դա չենք համարում ուշացում։ Եթե անհանգստանալ պետք չէ, եթե դրանք 5-ից 10 օր են, ավելի հաճախ կրկնվող, այսինքն յուրաքանչյուր ցիկլ կամ 2 ցիկլը մենք ունենում ենք այսպիսի երևույթ, որոնք անդրադառնում են տվյալ անհատի ինքնազգացողության վրա, հա։ Նաև փոխվում է դաշտանային արյան բնույթը, նրա քանակը, տեսակը։ Այս դեպքում արդեն կարող ենք խոսել, որ դաշտանային ցիկլի փոփոխության մասին, ինչպես թե այս դեպքում ուշացում կամ ավելի առատացում եւ այլն։ Բոլոր այդ փոփոխությունները առաջնահերթ մեզնից պահանջում են դիմել բժշկի գինեկոլոգի, անցնել համապատասխան հետազոտություններ, որոնց մեջ նաեւ արդեն մտնում է սոնոգրաֆիա։ Առաջին հերթին, ինչպես եթերից առաջ մի փոքր խոսեցինք եւ դուք նշեցիք, առանց սոնոգրաֆիայի կարծես թե չի սկսվում, հա, հետազոտությունը գինեկոլոգիական։ Այո, կարելի է ասել չի սկսվում եւ նշեմ նաեւ չի սկսվում եւ չի ավարտվում մեկ այցով, որովհետեւ շատ դեպքերում գալիս են 3 ամսվա տվյալով ու ասում են, որ նայեք, մենք 3 ամիս առաջ սոնոգրաֆիա ենք արել, հիմա ունենք այս խնդիրը, բայց սոնոգրաֆիան ոնց նորմալ է։ Երկար ստիպված ենք լինում բացատրել, որ սոնոգրաֆիան ամեն ցիկլ իրավիճակը կարող է փոխվել, օրերի տարբերությամբ կարող է փոխվել եւ նույնիսկ խնդրի համար շատ դեպքերում մենք ունենում ենք դինամիկ հետազոտության կարիք, այսինքն մեկ ցիկլի ընթացքում մեկ քանի սոնոգրաֆիա, մի քանի սոնոգրաֆիա իրականացնելու կարիք ենք ունենում։ Կարծես թե պատկերները տարբեր փուլերում փոխվում են եւ եթե ճիշտ եմ հիշում, ցիկլի խանգարման դեպքում հատուկ օրեր կան, չէ՞, օրինակ, չգիտեմ, ավարտվելուց հետո այսինչ երրորդ օրը կգաք սոնոգրաֆիայի, ճիշտ է։ Այո, քանի որ այս խնդիրը ինքը բավականին լուրջ եւ մեծ խնդիր է, իր մեջ պարունակում է եւ հորմոնային տարրերի ստուգման անհրաժեշտություն եւ այդ սոնոգրաֆիկ պատկերի որը ի վերջո կարող է նույնիսկ հանգեցնել անպտղության, հա, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, մենք սկսում ենք այդ ամենաառաջնային փուլից, դաշտանային ցիկլի 3-ից 5-րդ օրվանից, երբ գնահատում ենք ընդհանուր վիճակը ձվարանների եւ արգանդի խոռոչի, այնուհետև շարունակում ենք դինամիկ հսկողությունը, գնահատելով էնդոմետրիումի հաստությունը, ինչպես է այն փոփոխվում, արդյոք մեզ մոտ տեղի ունեն օվուլյացիա, որը պետք է պարտադիր տեղի ունենա հղիություն ունենալու համար։ Եթե այն որևէ մի հատվածում եւ վերջում գնահատում ենք նորից լորձաթանթի հաստությունը
եւ ֆիքսում օվուլյացիայի փաստը։ Եթե այս ամենը նորմալ իրականանում է, այսպիսով մենք կարող ենք ենթադրել, որ հորմոնալ լուրջ շեղումներ չունենք եւ անպտղության համար պատճառներ այս հատվածում չունենք, սակայն կան եւս այլ պատճառներ, որոնք նույնպես անհրաժեշտ է ստուգել։ Աննա, դուք նշեցիք, որ աղջիկների մոտ մենարխեն տարիքային փոփոխություն է կրել, որ տարիքում սпасել այս դեպքում, եթե մեզ մայրիկներ են լսում, օրինակ չտագնապեն, չվախենան, վաղ տարիքը որն է հիմա համարվում։ Հիմա ամենավաղ տարիքը, որ մենք հաճախ հանդիպում ենք, 10 տարեկանն է դարձել։ Առաջ Դա այսպես չէր։ իհարկե մեծ տոկոս չէ, միևնույնն է միջին ցուցանիշը դա 12 տարեկանն է, 12-13 նույնիսկ, բայց հիմա 10-11-ից սկսած արդեն հանդիպում են մենարխեով աղջիկներ։ Ես էլ չեմ մտաբերում, որ 10-11 տարեկանը լիներ մեր դպրոցական տարիքում, եթե փորձեմ մտաբերել, ինչ որ պատճառներ դուրս բերված կան, ինչու է թիվը իջել այսքան։ Պատճառները դուրս բերված կան իրականում, դեռևս ապացուցողական բժշկության մեջ հիմք դրանք չեն հանդիպում, եզրակացությունները, որոնք ուսումնասիրության փուլում են, բայց դա կապված է սկսած մեր ապրելակերպի հետ, ընդունած սնունդի հետ, էկոլոգիայի հետ եւ նաեւ զարգացվածության հետ ուղղի, որովհետեւ նույնպես այդ մտավոր զարգացումը իր հերթին եւս բերում է հորմոնալ փոփոխությունների եւ զարգացման ֆիզիկական։ Այսպիսով հաշվի առնելով այն փաստը, որ հիմա երեխաները շատ ավելի ինֆորմացված են եւ տեղեկացված են եւ ավելի հասուն են որոշ հարցերում, քան մենք էինք։ Արագացված են։ Երիտասարդ ժամանակ ամեն ինչ արագացել է, այո։ Հասկանալի է, եթե դեռ մնանք ցիկլի խանգարման դաշտում, կան դեպքեր, երբ սոնոգրաֆիան կատարելուց հետո անհրաժեշտ է լինում նաև այլ գործիքային հետազոտություններ, այս դեպքում MRT կամ համակարգչային տոմոգրաֆիա, կարող եք նշել այդ դեպքերը եւ հետո արդեն անին որպես ռադիոլոգ մանրամասնի, թե ինչպես է դա կատարվում, ինչ է տալիս դա կլինիցիստին։ Նշեմ մի դեպք, որը ի դեպ շատ հաճախ է հանդիպում, դա հիպերպրոլակտինեմիայի դեպքերն են, երբ պրոլակտինի բարձր ցուցանիշ ենք ունենում, որը լինում է նորմատիվից շատ բարձր կամ որը չի ենթարկվում բուժման adekvat, այդ դեպքում մեր հաջորդ քայլը դիմել արդեն բժիշկ ռադիոլոգին MRT հետազոտության գլխի։ Ինչ է սա, եթե ոչ թե թարգմանենք, այլ մի փոքր փակագծերը բացենք այն մարդկանց համար, ովքեր միգուցե առաջին անգամ են այս բառը լսում նույնիսկ։ Պրոլակտին Այո, բարձր է, դա բարձր է։ Կանանց մոտ կաթնարտադրության համար պատասխանատու հորմոնն է, որը նորմայում էլ որոշակի քանակով միշտ կա օրգանիզմում, բայց նրա ավելացումը adekvat այն ժամանակ, երբ գիրը պատրաստվում է լակտացիա, այսինքն կրծքով կերակրման։ Այն հատկապես բարձրանում է հղիության շրջանում եւ կրծքով կերակրման շրջանում, ինչպես նաեւ հետ է նահանջում հետագայում այդ ամեն ինչը դադարացնելուց հետո։ Բայց լինում են կանայք ու մոտ առանց պատճառի, ամեն դեպքում տեսանելի պատճառի սա բարձր է։ Այո, կարող են առանց տեսանելի պատճառի, կարող են արդեն լինել նաև տեսանելի պատճառով, այսինքն մարդիկ կան, ում հապիտուսից նույնիսկ նրանք մտնում են եւ դու գիտես, որ այստեղ հորմոնալ խանգարում դու ունես, թե որ հորմոնը կլինի ի վերջո դու մոտավորապես գուշակում ես ելնելով քո փորձից, բայց հապիտուսը նույնպես կա, բայց կան իհարկե այդպիսի դեպքեր, երբ ընդհանրապես ոչ մի փոփոխություն էական չկա, պացիենտը պրակտիկորեն առողջ թվացող պացիենտի մոտ հայտնաբերվում է պրոլակտինի բարձր ցուցանիշ, որը չի ենթարկվում բուժման, դրա պատճառը շատ դեպքերում ցավոք սրտի հանդիսանում են հիպոֆիզի ուռուցքները։ Արդեն դիմում ենք մեր կոլեգային։ Այո, եկանք հասանք ձեզ մոտ, ձեր սենյակ եւ այսպես մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է այստեղ ցանկալի, ցուցված, մի փոքր կխոսեք, ինչու։ Հիպոֆիզի գոյացությունների հայտնաբերման համար MRT-ն համարվում է հիպոֆիզի MRT-ն համարվում է կարելի ասել ոսկե ստանդարտ, հետազոտությունն իրականացվում է դինամիկ կոնտրաստավորմամբ, որը մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս մանրամասն ուսումնասիրել գեղձի կառուցվածքը, գեղձում առկա միլիմետրանոց անգամ փոքրիկ գոյացությունները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ, ինչպես նշեց մեր գոլեգան, հիպերպրոլակտինեմիայի։ Այս բaragայում մեր հետազոտությունը հետագա բուժման հիմք է հանդիսանում եւ ավելի հեշտացնում է մեր գոլեգաների աշխատանքը ցույց տալով, թե որն է պրոլակտինի բարձրացման հիմնական խնդիրը։ Մի փոքր կասեք, ինչ է հիպոֆիզը, որտեղ է Հիպոֆիզը, այո, իհարկե։ Այդ ինչ է կատարվում նրա հետ, որ բերում է այսպիսի խանգարման կնոջ մոտ։ Իհարկե, հիպոֆիզը գլխուղեղում տեղակայված կարևորագույն օրգան է, որը պատասխանատու է հենց
պրոլակտինի արտադրման համար, հիպոֆիզի հետազոտության համար իրականացնում են գլխուղեղի MRT հետազոտություն, առավել թիրախավորված հենց հիպոֆիզի հետազոտություն։ Այսինքն թիրախն ընդունում ենք հենց օրգանը հիպոֆիզը եւ ամբողջ ծրագրերը, որոնք կիրառվում են MRT հետազոտության ընթացքում, կիրառվում են հենց հիպոֆիզի պրոյեկցիայով, այսպես ասված։ Այսինքն սա տարբերվում է սովորական գլխուղեղի MRT կոչվածից։ Միանշանակ, այո։ Հատուկ ռեժիմ կոչվածը այստեղ աշխատում է, թե ոչ։ Հատուկ թիրախային հետազոտություն, այսպես կարող եմ անվանել, հիպոֆիզի թիրախային հետազոտություն, եւ այստեղ անպայման ուզում եմ կարևորել դինամիկ կոնտրաստավորումը, քանի որ կարող են լինել որոշակի գոյացություններ, որոշակի փոփոխություններ, որոնք ստանդարտ հետազոտության ժամանակ, այսինքն առանց կոնտրաստնյութի կիրառման, մենք կարող ենք չտեսնել։ Եվ ուզում եմ եւս նշել, որ կոնտրաստնյութն անվնաս է, շատերը վախենում են այդ կոնտրաստից, հաճախ համեմատում են կատե կոնտրաստի հետ, որը իր մեջ յոդ է պարունակում, եւ մեծ վախով են մոտենում այդ հետազոտմանը։ Ուզում եմ նշել, որ վախենալ պետք չէ եւ շատ կարեւոր է դինամիկ կոնտրաստավորումը, որը փուլային մեզ ցույց կտա, թե գեղձի կոնտրաստավորման ֆոնին ինչ փոփոխություններ կան գեղձի ներսում, ինչ չափերի, ինչ ծավալի, ինչ տարածվածության, որը մեզ հետագա բուժման համար միանշանակ կօգնի։ Փաստորեն պատկերն ամբողջական այս հետազոտությամբ կարողանում եք ստանալ, որքան է տևում, ցավում է, թե ոչ, սրանք այն ստանդարտ հարցերն են, որը կարծում եմ բոլորին կհետաքրքրեն։ Հետազոտությունը մի փոքր երկար է տևում ծրագրերի բազմազանության պատճառով, մոտավորապես 40 րոպե, կարող եմ նշել, հետազոտությունը անցավ է, անվնաս եւ ընթացքում միակ աննշան ցավը, որ կարող է բուժառուն զգալ, դա ներարկման այդ փոքրիկ ծակոցն է, որը կարելի է ցավ չհամարել իմ կարծիքով։ Ու այստեղ հետազոտության միակ բարդությունը համարվում է բարձր ձայների ապարատի, որը ապարատի նորմալ աշխատանքն է եւ որևէ կերպ անջատել չենք կարող ցավոք սրտի։ Դեռ։ Այո։ Հիմա այնքան արագ է ամեն ինչ զարգանում, որ ես չեմ զարմանա, մի օր զարթնենք, պարզվի, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի այդ ահռելի սարքի չխչխկոցները վերացրել են ինչ որ կերպ կարողացան անձային ռեժիմի դնել։ Աննա, ձեզ MRT պատկերը ինչով է օգնում, այսինքն դուք ինչն եք հաշվի առնում եւ ինչպես է դրանից կախված փոխվում վիրահատության կամ չգիտեմ այստեղ վիրահատություն արվում է թե չէ, իհարկե ծանրագույն դեպքում կամ թերապիայի սկսելու, տևողության, ծանրության աստիճանը գնահատելու համար, ինչն եք դուք նայում այդ պատկերում։ Պատկերը անկեղծ ասեմ, մենք չենք նայում, մենք նայում ենք եզրակացությունը, որը մեզ տալիս է ռադիոլոգը ելնելով այդ պատկերից։ Կարդալը չեք անում, չէ, այդ մենք չենք անում։ Դա մենք հիմնվում ենք մեր գոլեգաների պատասխանի եզրակացության վրա եւ արդեն այդ եզրակացությունից ելնելով, այո, որոշվում է տակտիկան որոշվում է անպայման ելնելով մեր ուղեցույցներից, բայց երբեք չենք մոռանում անհատական նաեւ մոտեցման մասին եւ անհատական ցուցանիշների մասին, այսինքն այդ ամեն ինչը համախմբվում է եւ որոշվում է տվյալ հիվանդի բուժումը իրականացվելու առհասարակ վիրահատական միջամտության կարիք կա թե դեղորայքային բուժմամբ միայն եւ վարվում է տակտիկա, որից հետո անպայման վերադառնում ենք նորից մեր գոլեգաների մոտ դինամիկ հսկողություն ապահովելու համար։ Բուժումը սկսելուց որքան ժամանակ անց մոտավորապես պետք կլինի էլի MRT անցնել։ Միջին տվյալները 3-ից 6 ամիսն են կազմում սովորաբար։ Եվ դուք այդ կրկնության դեպքում տեսնում եք պատկերում ինչն է փոխվել եւ առաջ շարժվում է նույնիսկ եթե տեսնում եք նորից հույսներս դնում ենք մեր գոլեգաների տված եզրակացության վրա փոփոխությունների, չափսերի, տեղակայման, ամեն ինչի կառուցվածքի փոփոխության չափերի, այո, որոնք եւս կարող են նպաստել բուժման լավ էֆեկտի մասին։ Դինամիկայի դրական է։ Իսկ լինում է, որ գինեկոլոգի եւ ռադիոլոգի միջև անհամաձայնություններ լինեն այն առումով, որ գինեկոլոգը այլ բաներ նախապես մտածում, որ տեսնելու է, բայց նրա կասկածը չհաստատվեց կամ հակառակը եւ դուք այսպես քննարկեք իրար հետ գանք եզրակացության ընդհանուր է։ Հիմա այդ անհատական բժշկության այդ տեսակը վերացել է, հույսով եմ ամեն տեղը վերացել եւ աշխատում ենք tumor board-երով, այսինքն թիմերում ներառված են տարբեր նեղ մասնագետներ եւ նույն հարցի кейսի շուրջ քննարկումները իրականացում են մի քանի մասնագետներ, նույնիսկ մի քանի գինեկոլոգների, ովքեր կարող են ունենալ տարբեր հայացքներ նույն խնդրի լուծման համար։ Հասկանալի է։ Աննա, իսկ լինում է, որ մարդը
կինը գա արդեն MRT-ն անցած, որովհետև ինքը կարդացել է, search է արել, ChatGPT-ի հետ է զրուցել, Հիմա ինչ-որ հատկապես մեկն շատ ասել է, է հա, եւ դուք չեք ուղղորդում, այլ արդեն այդպես ինքնուրույն բերում են Այո, այդ պատկերը։ դեպքում շատ դեպքերում կապում ենք բժշկի հետ, ով իրականացրել է MRT հետազոտությունը, մի հատ քննարկում ենք մեր ունեցած տվյալները եւ իրենց տվյալները եւ որոշում ենք ինչպես անել։ Շատ դեպքերում նրանք անիմաստ են անում այդ հետազոտությունը, պարզապես որտեղ լսել են այդպես ChatGPT են արել ու իմացել են, որ դա պետք է անել, նախապես արած գալիս են, այնինչ տվյալ դեպքում գուցեև սոնոգրաֆիան լիներ շատ ավելի ինֆորմատիվ։ Եկեք դա էլ փաստենք, հա, որ կան դեպքեր, որ միշտ չի պետք է MRT-ի, որ շատ դեպքերում լինում է, որ հենց սոնոգրաֆիան է մեզ համար ավելի կարևոր, ավելի առաջնային։ Դուք ինչ տպավորությունն եք, գալիս են հենց մի անգամից, ես կարդացել եմ, ես գիտեմ, որ ինձ MRT ամեն դեպքում պետք է։ Հա, իհարկե, հաճախ լինում է։ Հաստատ պարտադիր չէ, հա, ցուցումով եւ ուղղորդմամբ գալ MRT-ի։ Ես հասկանում եմ, որ տեսեք, գնացին իրենց ցանկությամբ։ Դե հիմա որ կենտրոնը չի ասելու ոչ, քեզ չենք անելու MRT։ Շատ հաճախ հիմնական դեպքերում ցանկալի է որպեսի բուժարուն մոտենալուց հետազոտության մոտենալուց առաջ ունենա նախնական ցուցում։ Ամեն դեպքում գրագետը որպեսի սա է։ այո, դա ամենաճիշտ մոտեցումն է իմ կարծիքով, որպեսի թե ռադիոլոգը, թե պացիենտը հասկանան, թե ինչ ենք փնտրում, ինչի համար ենք փնտրում եւ որտեղ ենք փնտրում։ Գալիս են բուժարուներ, որոնք նշում են խնդիրներ եւ իրենց որոշում են, որ իրենց անհրաժեշտ է ինչ-որ հատվածի MRT հետազոտություն։ Իհարկե մենք չենք մերժում, որովհետեւ ցանկացած պարագայում հետազոտությունը, քանի որ անվնաս է, եւ ինֆորմատիվ, երբեք ավելորդ չէ։ Այո, գոնե մենք կարողանում ենք հոգեբանորեն բուժարուին հանգստացնել կամ, չգիտեմ, ինչ-որ ինֆորմացիա տալ, որի ֆոնին կամ ուղղորդել, այո, շատ հաճախ անգամ հետազոտությունից հետո մենք ենք ուղղորդում նեղ մասնագետի մոտ, որպեսզի իրենք ել առավել հստակ իրենց բուժումը կազմակերպեն, ավելի ճիշտ ուղղությամբ փնտրեն իրենց խնդիրները։ Բայց միանշանակ ճիշտ տարբերակն է նախնական դիմել կլինիցիստի, որի ֆոնին ստանալ հստակ ուղեցույց, ուղղորդում, նոր իրականացնել հետագա հետազոտությունները։ Եկեք նշենք ինչու է դա կարևոր, որովհետև նույն կլինիկական դրսևորումներով մենք կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ։ Այսինքն օրինակ կինը դիմում է, ունի փոքր կոնքում տհաճ ցավի ձգող զգացողություն, հաճախամիզություն, մռմուրով, բայց նաև նշում է արյունային արտադրություն, ունի նաև աղիների հետ կապված գործունեության դժվարություններ, այստեղ արդեն միանշանակ MRT-ն շատ ավելի ինֆորմատիվ է, էլի կարող ենք ասել, որովհետև մենք պետք է իրականացնենք ձիվ դիագնոստիկա, դիֆերենցիալ դիագնոստիկա, որտեղ այս նույն գանգատներով մենք կարող ենք ունենալ խնդիր եւ ձվարանների հետ, մենք կարող ենք ունենալ եւ արգանդի քաղցկեղի խնդիր, եւ կարող ենք ունենալ ձվարաններում խնդիր, կարող ենք ունենալ աղրու հետ կապված խնդիր, թե ուռուցքային, թե պարզապես ենթադրենք սիգմոաձև աղին նորմայից ավելի երկար է եւ բոլոր այդ խնդիրները դրա պատճառով են։ Կարող լինի այդպիսի պրիմիտիվ բան, բայց այդ ամեն ինչի տակ կարող է թաքնված լինել շատ լուրջ խնդիրներ։ Այո, հաճելի է հետևել, ինչպես է մի մասնագետը խոսում, մյուս մասնագետը այսպես գոհունակությամբ հաճույքով հաստատում իր ասածները եւ հակառակը։ Ես կարծում եմ Հայաստանում համագործակցությունը տարբեր նեղ մասնագիտացման բժիշկների լավ զարգացում է ապրել եւ այստեղ արդեն իսկապես ռազմավարությունը համատեղության եւ կոլեգիալության մեջ է ու ես շատ ուրախ եմ, կարծում եմ սա ծառայում է միայն բուժարուների շահերին։ Հաջորդ հարցս բժիշկ գինեկոլոգին Աննա արդյոք կարող եմ էլի եզրակացնել, որ հաջորդ տարածված երկու խնդիրները գինեկոլոգիական անպտղության խնդիրն է եւ բորբոքային process-ները կնոջ սեռական օրգաններում։ Այս 3 հարցերը, որոնք դուք ընտրել եք, Լուսի ջան, շատ ճիշտ միահյուսվում են եւ ի վերջո գալիս են այդ անպտղության խնդրին։ Դրանք բոլորը սկսվում են այդպիսի հորմոնալ թեթև շեղումներով, հա, դաշտանային ցիկլի խանգարման պատճառ նույնպես կարող են դառնալ երկարատև բորբոքային process-ները։ Դրանք նույնպես իրենց հերթին կարող են բերել դրան։ Դաշտանային ցիկլի խանգարումը, եթե հատկապես ուղեկցում է անուվուլատոր ցիկլով, արդեն ինքը բերում է անպտղության։ Բայց եկեք նաև փաստենք այն հանգամանքը, որ անպտղության հարցով դիմելիս բժշկին պետք է դիմել առհասարակ զույգով, նույնպես բորբոքային process-ների դեպքում, որովհետև բորբոքային process-ները սեռական կյանքի պարագայում, որ առանց պաշտպանության է, դա արդեն վերաբերվում է երկուսին։
Այսպիսով անպայման ներառում ենք արական սեռի ներկայացուցիչներին նույնպես, ովքեր իրենց հերթին պետք է դիմեն բժիշկ уролог անդրոլոգին, որպեսզի անցնեն համապատասխան հետազոտություններ։ Եվ այդտեղ էլ նորից մեր մոտ առաջանում է ռադիոլոգների օգնության կարիքը, որովհետև անդրոլոգներին դիմելուց հետո урологներին շատ դեպքերում մեզ պետք է լինում նորից փոշտի սոնոգրաֆիա եւ ինչու՞ չէ նորից փոքր կոնքի MRT։ Տղամարդկանց համար, հա, այս դեպքում փոքր Իհարկե, կոնքի MRT։ Մի փոքր շեղվենք կանանցից, քանի որ գինեկոլոգը շատ բարեխղճորեն նշեց, որ այստեղ պետք չէ մոռանալ տղամարդկանց ոսկե ստանդարտ կա, ինչ որ լավ ապահովում է տեսանելիություն տղամարդու փոքր կոնքի օրգանների։ Մի փոքր կարող խոսել է։ Իհարկե, տղամարդու փոքր կոնքի օրգանների հետազոտման մեջ մեծ դեր ունի պրոստատայի շագանակագեղձի հետազոտությունը, որը MRT-ն, որի դեպքում MRT-ն համարվում է ոսկե ստանդարտ, քանի որ հստակ այնտեղ տեսնում ենք մանրամասն փոփոխություններ ուռուցքային process-ների վերաբերյալ, ինչպես նաև բորբոքային process-ների վերաբերյալ։ Իհարկե, մեկը մյուսին լրացնող հետազոտություններ են սոնոգրաֆիան եւ MRT-ն, քանի որ շատ հաճախ դեպքերի մեծամասնությունում սոնոգրաֆիստը տեսնում է խնդիր թե փոշտի օրգանների կողմից, թե շագանակագեղձի հետ կապված, որի ել ավելի մանրամասն դետալային գնահատման համար ուղղորդվում է MRT հետազոտության։ Այս պարագայում մենք ստանում ենք լիարժեք պատկեր, ել ավելի մեծ տեսահորիզոնով, այսպես ասված, ել ավելի հստակ կարող են գնահատել process-ի տարածվածությունը, բնույթը, բորբոքային է, ուռուցքային է, զարգացման ինչ որ արատ է թե ոչ, որը եւս հետագայում մեր գոլեգաներին կօգնի բուժման ել ավելի ճիշտ կազմակերպմանը։ Մենք հարց ունենք գինեկոլոգին, եթե նկատվում է ցիկլի խանգարում, որքան սպասել ինքն իրեն այսպես շտկվելու համար, այսինքն երբ է հրատապ դիմել արդեն բժիշկ գինեկոլոգին։ Ես իմ պացիենտներն եմ, ովքեր զանգում են ասում են դոկտոր ջան, ուշացել է 3-4 օր ինչ եմ անում, ասեմ նախ եւ առաջ, եթե կա ակտիվ սեռական կյանք առանց պաշտպանության թեստ ենք դնում։ Եթե մեզ մոտ հղիությունը արկա է, ուրեմն մենք արդեն փաստում ենք, որ մեր մոտ ցիկլի ուշացումը հղիության հետևանքով է։ Սա ախտաբանական չէ բնականաբար։ Բայց եթե հղիություն չկա եւ ցիկլի ուշացում ունի, ես օրդորում եմ մի փոքր սպասել մինչեւ 10-րդ օրը։ Եթե ոչ մի փոփոխություն չի լինում, այդ դեպքում արդեն հանդիպում ենք եւ իրականացնում ենք սոնոգրաֆիկ հետազոտություն։ Դրանից հետո կամ եւս մի փոքր կախված սոնոգրաֆիկ հետազոտության պատկերից սպասում ենք դաշտանային ցիկլի ինքնուրույն սկսվելուն կամ ինդուկցում ենք դաշտանային ցիկլը եւ արդեն դաշտանային ցիկլի համապատասխան օրերին, 3-ից 5-րդ օրերին հանձնում ենք սեռական հորմոնները եւ արդեն այդ ցուցանիշների հիման վրա եւ հետագա դինամիկը սկողության, հա, սոնոգրաֆիկ, արդեն որոշում ենք ինչ խնդիր ունենք եւ ինչպիսի բուժում է մեզ անհրաժեշտ։ Ահագին քայլեր կան, փաստորեն այստեղ մեկ այց գինեկոլոգի մոտ, մեկ կոնսուլտացիա եւ մեկ կամ երկու հետազոտություն ու ամեն ինչ բարձվի, այսպիսի բան չկա։ Չէ, բայց էդ էլ եթե թույլ կտակ ես նշեմ, որ հիմա չվախենան մեր պացիենտները եւ այդ մեկ այցը, եթե դուք դիմում եք կոնկրետ ես եւ իմ գոլեգաներ ում հետ ես աշխատում, մենք այդպես ենք աշխատում, այսինքն այդ մեկ այցը, որ դուք առաջին դիմում եք եւ մենք սկսում ենք, դրանից հետո մենք ունենք կրկնայցեր։ Այսինքն մենք այդ կրկնայցերի միջոցով ամբողջ հսկողությունը իրականացնում ենք, որպեսզի ունենանք ախտորոշում եւ դա չի անդրադառնում պացիենտի ֆինանսականի վրա, այսինքն դա անբարեխիղճ մոտեցում չի լինում, որպեսզի ինքը ամեն այցին, այո, եւ շատ դեպքերում սա ուզում եմ ինչի նշեմ, որովհետեւ պացիենտներից շատերը իմանալով սա, այսինքն չիմանալով այս ինֆորմացիան, բայց իմանալով որ պետք է մի քանի անգամ դիմեն, ելնելով ֆինանսական խնդրից կիսատ են թողնում, բուժում չեն իրականացնում, չեն գալիս երկրորդ այցին։ Այնպես որ այս ինֆորմացիան եկեք տանք, որպեսզի հորդորենք, որպեսզի լիարժեք հետազոտություն անցնեն մեր պացիենտները։ Այո, եւ դրա համար ինձ երբ դիմում են բժիշկ փնտրելու հարցով, երեք էլ ձեզ սկրինշոթն ուղարկեցի, գիտեք անի ինչ են առաջին հերթին գրում, բարեխիղճ լինի, ինձ իմ վրա բիզնես չանի, գինեկոլոգի մասն է խոսքը, գիտահեն լինի ապացուցողական եւ այսպես մի շարք բաներ, պայմաններ, որ այդպիսի գինեկոլոգի մոտ կուղորդեք։ Փաստորեն իսկապես մտածում եմ, որ այնքան տարավ բերեց, մի այցով չկարողացավ ախտորոշում դնել եւ այլն, ու սկսում են հերթով կասկածել։ Ու այստեղ նաեւ հետաքրքիր հարց ունեմ, երբ ուղղորդում եք MRT-ի, որը մի քանի անգամ ավելի թանկարժեք հետազոտություն է, քան 10, 12, 15 հազարանոց սոնոգրաֆիան,
գնում են, անում են, թե լինում է որ այդպես այդտեղ ընդհատեն։ գնում են։ Այո, իրականում գնում են եւ էդ էլ եկեք փաստեմ, երբ որ պացիենտը տեսնում է, որ դու իր հետ բարեխիղճ աշխատում ես, այսինքն դու պարզապես չես ուղարկում MRT-ի, դու արել ես բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ հետազոտությունները արդյունքում եկել ես այն եզրահանգման, որ քեզ ավելի լայնածավալ հետազոտություն է պետք, նոր ես նրան ուղղորդում այդ հետազոտության, որովհետեւ չէ՞ որ մինչև այդ մենք ունենք էքսպերտ սոնոգրաֆիա, մենք կարող ենք անել սոնոգրաֆիա ուղղակի, այսպես ասած, obzor, հա, տեսնելու համար եւ կարող ենք այդ դրա հետևանքով հետո կարիք ունենալ էքսպերտ սոնոգրաֆիստի եզրակացության։ Նոր դրանից հետո հասնել ԿՏ MRT-ի։ Այսպիսով, եթե քո հետ ճանապարհը արդեն սկսում է այդ պացիենտը անցնել, ինքը այդ ընթացքի մեջ է, ինքը դա տեսնում է եւ առաջին ինքն է շահագրգռված, որպեսզի իր խնդիրը ստանա լուծում, իսկ ախտորոշումը բուժման գործում դա 50%, եթե ոչ ավելին է։ Հիմքն է։ Անի մենք խոսեցինք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայից, լինում են դեպքեր, երբ ցուցված է համակարգչային տոմոգրաֆիա, գինեկոլոգիական ինչ որ խնդիրների դեպքում։ Իհարկե, շատ հաճախ առավել ինֆորմատիվ է լինում ԿՏ հետազոտությունը, քան MRT-ն թիրախային օրգանի հետ կապված, դա եւս ճիշտ կլինի նշեմ ուռուցքային process-ների առկայությունը, որը մեզ հնարավորություն է տալիս պոլիօրգան օրինակ ԿՏ հետազոտության շնորհիվ տեսնել օրգանիզմում կատարվող ել ավելի մեծ process-ներ, քան օրինակ թիրախային MRT-ն մեզ ցույց կտա կոնկրետ ինչ որ փոքր կոնքի հետ կապված կամ գլխուղեղի հետ կապված կամ այլ օրգանների։ Բացի այդ հնարավորություն է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքը, կանացի հորմոնների փոփոխությունների դեպքում շատ հաճախ տուժում է հենց ոսկրային հյուսվածքը, որի գնահատման համար մեզ համար ել ավելի ինֆորմատիվ է ԿՏ հետազոտությունը։ Փաստորեն ուռուցքներ, ոսկրային հյուսվածք, սրանց համար ՀՏ-ն ոսկե ստանդարտի պես ինչ որ այո, հատկապես տարածվածությունը գնահատելու ունենք MTS-ներ, թե ոչ մետաստատիկ փոփոխություններ տարբեր օրգաններում։ Ավելի ինֆորմատիվ կլինի ԿՏ-ն միանշան։ Այստեղ հարց ունեինք հենց ռադիոլոգին ուղված, արդյոք պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիան կամ ամբողջ մարմնի MRT-ն ցույց կտան գոնե նախնական խնդիրներ գինեկոլոգիական հատվածի հետ կապված, ինչ կպատասխանեք այստեղ։ Այո, միանշանակ, ամբողջ մարմնի MRT հետազոտությունը իրենից ներկայացնում է, այսպես ասված, օնկոպոիսկ ծրագիրը, որով մենք փորձում ենք գտնել ուռուցքային process ամբողջ օրգանիզմում, այսինքն այն թիրախային օրգաններում, որտեղ հնարավոր է լինեն process-ները։ Գնահատում ենք լիմֆատիկ հանգույցները, գնահատում ենք հատուկ ռեժիմներով, դիֆուզիոն ծրագրերով, գնահատում ենք բոլոր այն օրգան համակարգերը, որտեղ կարող է լինել process-ի տարածվածություն։ Իսկ պոլիօրգան ԿՏ հետազոտությունը այս ամենի մեջ ընդգրկում է նաև ոսկրային ախտահարման աստիճանը, այո, այսպես ասած։ Աննա, լինում է, որ տարբեր սեռական համակարգի առաջին հայացքից գանգատներով դիմում են եւ դուք օրինակ կասկածում եք ուռուցքի գոյություն եւ սկսում եք այդ ուղղությամբ շարժվել։ Այո, երբեմն լինում են ցավոք սրտի եւ նորից եմ ասում, դա արդեն հատկապես եթե դրանք հորմոնալ ծագման ուռուցքներ են, դրանք արդեն հաբիտուսից են նկատելի պացիենտի, իսկ մյուս պարագաներում դրանք կարող են լինել օրինակ պոստկոիտալ ցավը։ Ինչ է դա։ Պոստկոիտալ ցավը սեռական հարաբերության ժամանակ ընթացքում կամ դրանից հետո ծագող ցավերն են։ Այդ դեպքում արդեն այո, երբեմն լինում է, որ հետազոտությունների արդյունքում ունենում են կամ ձվարանի ուռուցք կամ արգանդի պարանոցի քաղցկեղ։ Սովորաբար այդ կլինիկական դրսևորումներով այդ երկու քաղցկեղներն են հիմնական դրսևորում։ Եվ կինը կարող է ընդհանրապես չմտածել այդ ուղղությամբ, չկասկածել, մտածել, որ ուղղակի ցիկլի կամ այլ ցիկլի չէ, պարզապես ինչ որ մի բանի հետևանքով կա ցավ, իսկ առավել եւս հայ կանայք սովոր են միշտ ասել դե լավ հեսա կանցնի, ես էլ անեմ, նոր անցնեմ սրան, դրա համար հորդորում եմ անպայման տարեկան չեքափեր ունենք, թե պոլիկլինիկաներում ունենք, թե հիվանդանոցներում ունենք, անպայման իրականացնել դրանք, հատկապես արգանդի պարանոցի pap smear հետազոտությունը։ Դա ամենատարածվածներ չէ, ոնց որ արգանդի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը եւ ձվարանի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղների հորիզոնականներում առաջի 3 կարևորագույն հորիզոնականներն են։ Եվ վերջին հարցը 6 ամիսը 1 թե տարին 1, ահա այս 3 հիմնական թիրախները սոնոգրաֆիա անելը։ Նայեք, ուղեցույցները պարբերաբար փոխվում են, եթե մենք առաջ օրինակ նույն փափա, ցիտոլոգիան, արգանդի բջջաբանական հետազոտությունը տարին 1 ենք իրականացնում, հիմա վերջին հետազոտություններից ելնելով փոխվել են ուղեցույցները եւ մեզ թույլ է տալիս նույնիսկ մինչեւ 3 տարին 1 դա իրականացնել, բայց մի քանի նախապայմաններով։ Եթե HPV դրական է եւ ունեցել է խնդիր, այդ դեպքում տարին 1 անգամ, եթե HPV բացասական է, բայց խնդիր է ունեցել 2
երկու անգամ։ Եթե ոչ մի խնդիր չունեցե 3 տարին մեկ, տարին այսպիսով մեկ անգամ։ բոլոր այդ կրիտերիաները հաշվի առնելով ուղղորդում ենք պացիենտին։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ հիմա մեզ լսող կանայք ու աղջիկները ահագին գիտելիք ստացան եւ հուսամ կհետևեն մի արհամարեք մի անտեսեք գանգատները դիմեք սկզբում կլինիցիստին, իսկ նա արդեն գրագետ կուղորդի այլ գործիքային հետազոտությունների։ Զրուցեցինք բժիշկ գինեկոլոգ Աննա Խաչիկյանի եւ MIPS կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Անի Սիմոնյանի հետ։ Այսքանը հուսամ էլի կհանդիպենք այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։